Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես խոստացել էինք, հաղորդման այս հատվածում է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, ես խոստացա մեր հեռուստատողներին, որ կսկսենք մեր զրույցը պարոն Փաշինյանի համաձայնությունից մայիսի 9-ին մասնակցելու պատերազմի երկրորդ համաշխարհային արտանակ 80-ամյակի շքերթին։ Այո։ Բայց Արմեն, նախ մինչև բանը ասեմ, որ ըստ երևույթին տատանվում էր ինքը, չէ՞, որտեղ մինչև վերջի րոպեն, ասենք կոնկրետ չէինք հասկանում գնալու է թե չէր գնալու։ Ինչ ես կարծում, ինչ եղավ այդ վերջի փետուրը, որ կոտրեց ուխտի մեջքը եւ որոշեց վարչապետը գնալ Մոսկվա։ Գիտեք, ես էլ եմ համոզված, որ տատանվում էր, որտեղ վերջին օրերի արշավը, որ սկսվեց, տպավորություն էր, որ կարծես թե տեղ են թողնում, որպեսզի չգնա։ Բայց հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, ուրեմն տեսեք, ես վստահ եմ, որ Փաշինյանը հասկանում է, որ այդուամենայնիվ Եվրոպայի դերակատարում այսօր Հայաստանի համար շատ մեծ է եւ արևմուտքի։ Մարդիկ կան ասում են իրենք տեղեկություն ունեն, որ Փաշինյանին հատուկ զգուշացվել են, որ չգնա, այսինքն Միացյալ Նահանգների կողմից իմիջիայլոց։ Եվ զգուշացրել են, որ չգնա։ Այո, որ լավ չի դիտվի դա։ Եվ հետաքրքրական մի բան, ուղղակի այսպիսի մի իրավիճակ է ստեղծվում։ Երբ որ եվրոպացի, այսինքն Եվրամիության երկրից օրինակ Ֆիցոն գնում է Մոսկվա, կամ Եվրամիության տեխնացու գնում է Սերբիայի Վուչիչը Մոսկվա, բնականաբար այնտեղ գալիս է Սի Ցզինպինը, որը մենք տեսնում ենք Հարավային Կովկասում լրջագույն դերակատարում է սկսել ստանձնել։ Ենթադրում եմ, որ ուրեմն Փաշինյանը որոշել է, որ պետք է գնա, որ փորձի այնտեղ Սի Ցզինպինի հետ հանդիպի, որտեղ Սի Ցզինպինի հետ, ինչպես եւ օրինակ Ամերիկայի նախագահի հետ չի հանդիպել, Փաշինյանին Սի Ցզինպինի հետ էլ չի հանդիպել, հետեւաբար կարծում եմ ինքը այդ իր բալանսավորվող եւ բալանսավորած քաղաքականության շրջանակում փորձում է Չինաստանը ներգրավի Հայաստանը, ցավոք սրտի, որտեղ մենք զգուշացրել ենք, որ այդ մեր ճանապարհ մեր գոտին, որ առաջարկում է Չինաստանը, այդ պետությունները սնանկացել են ուղղակի, որտեղ օրինակները բազմաթիվ են։ Արմեն, կներես, որ պատկերացնենք մինչև առաջ գնալը, ինչ հարաբերություն ունենք մենք շատ կարճ Հայաստանը Չինաստանի հետ մոտավորապես ինչ հարաբերություն։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը կարճ ասեմ, որպեսզի շատ ծանրաբեռնենք բուն հարցից չշեղվենք, Վրաստանն ու Ադրբեջանը ունեն ռազմավարական գործընկերություն Չինաստանի հետ, Հայաստանը ոչ։ Բայց Չինաստանից ակնարկել էին, որ ցանկանում են Հայաստանին ներգրավել այդ մեկ ճանապարհ, մեկ գոտի նախագծի մեջ, որը խայտարակություն է, որտեղ ես բազմից օրինակներ եմ բերել, թե ինչպես են պետություններ են գնում պարտքի տակ, իսկ Չինաստանը տես չի կանգնում եւ սկսում է մեծացնել այդ պարտքի տոկոսները եւ հետո այդ պետությունները վասալասարկում, այո։ Մի խոսքով, հիմա տեսեք, եւ երբ որ Վուչիչը թռավ, ենթադրում եմ, Վուչիչը թռավ եւ Ալիևն էլ պետք է արդեն թռներ, ենթադրում եմ, որ Փաշինյանը մտածեց դե վերջ արդեն լավ, որտեղ Վուչիչը հիվանդացել էր Իշմեկվիցոնի, եւ այլն, մտածեց, որ դե ինքը չի լինի կենտրոնում, առաջին այդ աղմուկը, այդ քննադատության թիրախը կուղվի Վուչիչին, դե Ալիևն էլ է իր հետ այնպես չի, որ տարբերություն է լինելու, հա, եթե կոնֆլիկտը հայ-ադրբեջանականը, Ֆիցոն էլ կգա, եթե Վուչիչը գնում է այդ տրամաբանությամբ, բայց ինչա տեղի ունենում։ Նախ ուկրաինացիները աննախադեպ մի քանի օր լարվածության մեջ են պահում ռուսներին, դրոններով, այո, եւ օդանավակայաններում արտակարգ իրավիճակ է, ընդ որում իրենք հոպերը ամբողջը ինչ ունեին բերել կենտրոնացրել Մոսկվայում, ուկրաինացիները ազատ ռազմական օբյեկտները քանի օր արդեն խփում են, ուրեմն էլ մարդկային զոհեր, էլ կարևոր արտադրական ձեռնարկություններ եւ այլն, եւ ահա Վուչիչը չի կարողանում իջնել Մոսկվա։ Վուչիչը իջնում է Բաքու։ Ահա։ Եվ Փաշինյանը մտածում է արդյոք պատահականը հենց Բաքու իջնելը, չեմ կարծում։ Դե իր դաշնակիցը Ալիևն է, իհարկե, բնականաբար պատահական չի, Երևան չէր իջնելու կամ Վրաստան չէր իջնելու։ Եվ ըստ էության ենթադրում եմ, որ Փաշինյանը մտածեց, որ դե Վուչիչն ու Ալիևը իրար հետ միասին կգնան պարադի, շքերթի, ինքն էլ կմիանա, բայց ահա անակնկալ Վերջին պահին Ալիևը հայտարարում է, որ ինքը չի գնում Մոսկվա։ Հետարքիր, իսկ ինձ գիտես ինչ թվաց, ինձ թվաց, որ Ալիևի հայտարարությունից հետո է Փաշինյանը ասել, որ ես կգնամ։ Ես չեմ կարծում այդպես, որտեղ եթե հայտարարությունները նայեն, ժամանակագրական իմաստով առաջինը Փաշինյանը ասեց։ Այո, առաջինը Փաշինյանը ասեց, հետո եկավ, այո, Ալիևի լուրը։ Այսինքն չէ, ես անգամ մտածում եմ, որ Փաշինյանը շատ կցանկանար, որ Ալիևն էլ այնտեղ ներկան։ Դե Ալիևը այնտեղ ստացվում է զորք է ուղարկել, որտեղ այդ զորքը արդեն մենք չուղարկեցինք, բայց ստացվում է, որ հիմա այդ զորքը ոչ մեկ չի նկատելու առանձնապես, ընդ որում իրանք էլ հայտարարել են, որ դա հենց Արցախյան պատերազմի զորքն է եւ այլն, ստրկացուցիչ է, այլ Ալիևն էլ չի լինելու ինքն է։ Արմեն, մի հարց եմ ուզում տամ, ինչեւ ավելի առաջ գնալը։ Սա ինչ ան, եւ մենք բոլորս գիտենք, որ Պուտինի համար սա մեծ բան է։ Այո։ Եվ արդյոք սա նշանակում է,
եթե եկաք ինձ հետ եք, եթե չեկաք իմ հետ չեք Պուտին։ Նո կոպիտ եմ ասում իհարկե, բայց նման պահ կա, կարևորություն ունի այս ամենը։ Նայածում հանդեպ, օրինակ Հայաստանի հանդեպ, տեսեք վերջին շրջանում, այսօր եթե տեսակ ազգային ժողովում քննարկում էր, որ ալկոհոլը չեն անցնում, բրացիները չեն թողում հայկական ալկոհոլը անցնի, հիմա եւ պարզվեց, որ էկոնոմիկայի նախարարը Մեծն Պապոյանը ասում է, որ ուրեմն պարզվում է, որ այնտեղ երկաթաթիթեղների խնդիր կա, այնտեղ գյուղատնտեսական ապրանքների, ծաղիկների խնդիր կա, վրացիների հետ կանչ, որոնք վրացիք իրանք իրենց նախաձեռնությամբ են, որ տրանզիտային ապրանքը Ռուսաստանը գնում, կանչում են ստուգելու։ Բնականաբար ասում է, մինչև այդ ապրանքները հասնում է տեղ, ադրբեջանական արդեն օղին եւ ամեն ինչը եւ գինիները լցվում են ռուսական շուկա եւ Հայաստանը կորցնում է ռուսական շուկան։ Եվ այստեղ հետաքրքրական է, որ ենթադրում են, որ քանի որ Ռուսաստանը անգամ այստեղ ես չեմ ենթադրում այս պահին, որ դա գուցե Ռուսաստանի գործն է, հա, որտեղ դա վրացիներն են։ Ես այստեղ ենթադրում եմ, որ արդեն այնքան չկա Ռուսաստանը, որ Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց մեջ պայմանավորվածություն են ձեռք բերել, այսպես կանգնացնել հայկական ապրանքները, հա, այսպես եւ այլն, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր տարածաշրջանում շատ ավելի մեծ դերակատարում ունեն ցավոք սրտի։ Եվ հիմա տեսնենք ինչ է տեղի ունենում։ Երբ որ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը գնալու է, գալիս է հաղորդագրություն, որ Ալիևը չի գնալու։ Դասական ձևով Ալիևը դեմ տվեց Փաշինյանին եւ ընդ որում ես չեմ բացառում, որ Պուտինն էլ այս խաղի մեջ, որտեղ վերջին շրջանում ինչ որ Ալիև Պուտին ինչ որ լարվածության են փորձում ստեղծել Ադրբեջան-Ռուսաստանը, ինչ որ անիմաստ բաներ, շատ թեթև, բայց փորձում են դրանից ինչ որ փուջիկ փչել մեր հասարակությանը խաբելու համար, բայց տեսեք, հիմա ինչ ստացավ Ալիևը։ Ալիևը ստացավ այն, որ ինքը արևմուտքի աչքերում ավելի արժանապատիվ լիդերի կարգավիճակ ձեռք բերեց։ Այս պարագայում, այո, չէ, գիտեք ինչ, ոչ միայն այս պարագայում, հա, նայենք Ալիևը գնում է Ռուսաստան, խոսում է, հետո գնում է Ուկրաինային օգնություն է ուղարկում, արևմուտքը ասում է ոնց եւ այլն։ Պուտինը հանդուրժում է, ուտում է այդ ամեն ինչը, որովհետեւ իր գազը Ալիևն է վաճառում կամ իր նավթը այսպես ուղարկում է Ադրբեջանով, այսպես գնում է դեպի Թուրքիա եւ ադրբեջանական գազի հետ խառը վաճառում է։ Որ Ադրբեջանը լծակներ ունի Ռուսաստանի դեմ, որը մենք չունենք Արմեն Պասոյանը։ Այ դե հիմա տեսեք, մենք միակ լծակը, տեսեք, մենք ասում ենք բալանսավորման քաղաքականություն, բալանսավորվող քաղաքականություն, մենք այս իմաստով մեր միակ լծակը Ադրբեջանի վրա Եվրոպան է եւ Արևմուտքն է։ Միակ լծակը։ Եվ հիմա Ալիևը ամեն ինչ անում է մեր ձեռքից այդ լծակն էլ վերցնելու։ Երևի մենք շարունակենք։ Այո, լավ։ Հիմա մեզ մոտ գովազդ բարեկամներ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբորջյանի։ Հայոց մշակույթի, հայկական ոգու, հայկական բարի 30 տարվա ջահակիժները։ Գևորգյան բարի ակադեմիան տոնում է հիմնադրման հոբելյանական 30-րդ տարեդարձը։ Բաց չթողնեք բարձրաշխարհիկ այս տոնակատարության մասնակցությունը։ Մայիսի 25-ին երեկոյան ժամը 6-ին պատմություն է։ Տոմսերը ձեռք բերեք Ticketmaster կայքից։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբորջյանի հետ։ Արմեն, խոսում ենք Փաշինյանի այցից Մոսկվա եւ եթե ժամանակ մնա կուզենայի շատ խոսենք նաև այս նոր կոնֆլիկտի մասին, Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի մասին։ Ես մի բան կուզեմ ասել, անպայման տեսեք, մենք այս ուրեմն շատ կարևոր է, որովհետև հիմա Ադրբեջանը իրականում վերջին շրջանում այս Իսրայել-Թուրքիա կոնֆլիկտի հետ կապված հայտնվեց բավականին խոցելի վիճակում եւ ենթադրում եմ, որ այս իմաստով նաև Ալիևը չուզեցավ բարկացնի Թրամփին, որտեղ Թրամփը այսօր էլ երթենք ովերորդ օրինակ կրկնում է, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները չէին հաղթի, ես կարծում եմ, եթե չլներ ամերիկյան օգնությունը։ Եվ դրա մեջ ճշմարտության տոկոս կա, հատկապես երկրորդի հետ կապված ես կասկած չունեմ, որտեղ սովետական բանակը սոված կսատքեր, այդտեղ էլ չեմ ասում, որ գործարանները, արտադրությունը, այդ որ ասում են ամերիկան, չգիտեմ, արտադրության այսքան տոկոսն է տվել, դա արտադրությունը, որ սովետական միությունը տվել է, անգամ ռուս գեներալներն ու բանը գախտնի կամ բախտնալսված զրույցներում կամ այն ժամանակի խոստովանել են, որ իրանք արտադրություն բան վարոդ չեն ունեցել։ Կոպիտ ասած, որ այսինքն ամեն ինչի խնդիր են ունեցել։ Ջիպերը, կուշոնկաները, ամեն ինչ, բայց ամենակարևորը տվել են տանկերը, համ տանկեր են տվել, համ էլ սովետական տանկերը արտադրվել են ամերիկյան մատերիալներով եւ ամերիկյան տեխնոլոգիաներով։ Սովետական, այսինքն այդ արտադրությունը, որ Կատյուշան այն օրը ասեցի, Ստուդեբեյգերների վրա են դրել, այսինքն ամեն ինչ է սկսած կոնսերվաներից, որովհետեւ սոված է եղել սովետական բանակը, սոված է եղել, այսինքն պատկերացնեք սոված զինվորով ոնց կարող կռվել։ Դրա համար առաջի մի քանի ամսում միջև ամերիկյան օգնությունը եկավ, հասավ 3 միլիոն գերի են տվել։
3 միլիոն, հենց պատերազմը սկսել է 3 միլիոն գերի են տվել։ Եվ այս իմաստով հետաքրքրական է, որ օրինակ Ալիևը որոշեց դեմ տալ Հայաստանին, Ամերիկային դեմ, որտեղ Թրամփը վերջերս ուղերձ չէ, ասեց անամպեր սպասում եմ ձեր քայլերի։ Եվ ինքը դուրս եկավ լավ տղա այս պատերազմի մեջ, իսկ Փաշինյանին դեմ տվեց։ Ես հուսով եմ էլի, որ կհասկանան, կլսեն ու չեն գնա, որովհետև այսօր Թրամփը հայտարարեց, հետարքիր մի բան ասեմ, ուրեմն J.D. Vance-ը, որը փոխնախագահն է եւ որը հայտնի է եղել է պրոռուսակ, ասում են, չէ, պրոռուսական դիրքորոշում եւ այլն, անհաջող կադր, ինչ ասես չէին ասում։ Այսինքն ես չեմ ասում, որ սխալ են ասում, հələ որ բան չի։ Անես չմտածեք, էլի J.D. Vance-ին եմ։ Չէ, ես ուղղակի ապշած եմ ինչ հայտարարություն արել այսօր J.D. Vance-ը։ J.D. Vance այսօր հայտնել է անակնկալի բերեց։ Ասեք, որ անակնկալի բերեց էպես չէ, էլի որ բան։ Ասեց, որ Ռուսաստանը եւ Պուտինը խնդրում են չափից շատ խաղաղություն հաստատելու համար։ Այսինքն Ամերիկայի համար սխալ են պատկերացնում։ Չափից շատ են ուզում խաղաղություն ստորագրել, պայմանագիր ստորագրել համար, ոչ թե չափից շատ խաղաղություն են ուզում։ Հա, չէ, չափից շատ են ուզում խաղաղություն հաստատելու համար։ Եվ ուրեմն ինչն էր հետաքրքիր։ Հավանաբար ամբողջ Ուկրաինան է ուզում, ես այդպես եմ ենթադրում։ Այո, եւ այնտեղ ասում է, որ իրենց պահանջները, երբ որ ասում ենք սկսեցինք բանակցությունները, հենց այդ պահանջների ցուցակ է դրվել մի հատ, որ պարագայում իրենք կգնան։ Չնայած Բայդենը 3 BBC-ին կարծեմ հարցազրույց է տվել եւ ասաց, որ մի հիմար պետք է լինել, մտածելով որ Պուտինին կարող է կանգնել ինչ-որ տեղ։ Եվ J.D. Vance ասում է, որ չի ու ցանկանում, ըստ այստեղության իրենք տեսնում են, որ Պուտինը չի ցանկանում կանգնել։ Նոր են հասկացել, նոր հասկացան։ Եվ այսօր Թրամփը ասեց հետեւյալը, ասեց ես համաձայն եմ Վենսի հետ եւ ասեց ոնց հասկանում եմ մենք առաջիկա օրերին որոշում պետքա կայացնենք ինչի ասեց ես happy չեմ այդ առում այսինքն ես այն որոշումը որ պիտի կայացնեմ այդ կապակցությամբ ես ուրախ չեմ այդպես թարգմանենք հա բնականաբար սա ուղիղ եթե Վենսը ասում է Ռուսաստանը շատ է ուզում եւ բնականաբար Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների դիլը կնքված է դե հիմա Փաշինյանը թող հասկանա ինչ որոշում է ուզում կայացնի Թրամփը եւ այս իմաստով ըստ էության բանակցությունները փաստորեն ըստ էության Պուտինը չի զիջում ինչը ասում եմ դժվար չէր գուշակել հիմա այս պարագայում գնալ եւ Սի Ցզինպինի հետ որը այսօր ընդ որում այսօր նաեւ խոսած Չինաստանի հետ եւ ասեց որ չի զիջի տարիֆների չի իջացնի բանակցություններ սկսելու պայման չի լինի դա ոչ մի դեպքում Շվեյցարիայում պետքա բանակցի Սկոտ Բեսենտը Չինաստանի գոլեգաները Արի Վենսի մասին խոսենք մի փոքր ուրեմն Միացյալ Նահանգների միակ պետական պաշտոնյան որի պաշտոնը անելիքները հստակ չեն այդ փոխնախագահն է ոչ թե գրաճի թե բայց Թրամփը բավականին լուրջ դերակատարում հիմա ես այդ եմ ուզում ասել որ ես Վենսը առաջին անգամ եմ տեսնում որ փոխնախագահան Միացյալ Նահանգների այսքան ակտիվ մասնակցում է արտաքին քաղաքականությանը եւ ներքին քաղաքականությանը այդ իմաստով ես կարծում եմ սա բացառություն է հիմա թե Թրամփն է տալիս իրեն այդ արտոնությունները թե ոնց է լինում բայց առաջի անգամ եմ այսքան ակտիվ փոխնախագահ տեսնում ես ենթադրում եմ որ հիմա շատ են խոսում, չէ, իրականում բազմաթիվ թևեր են սկսել ձևավորվել ամերիկյան ադմինիստրացիայում, չէ, պրոռուսական, հակառուսական, չգիտեմ, այդ այս առումով, հա, պրոիսրայելական եւ այլն, հակառակ ուղղությամբ, մեղմ եւ այլն։ Մի խոսքով, եւ այս իմաստով ենթադրում եմ, որ J.D. Vance-ը ներկայացնում է այն թևերից մեկը, որը կցանկանար, որ 28 թվականին J.D. Vance-ը դառնար նախագահ։ Հետևաբար այդ թևը գուցե J.D. Vance-ին քաղաքական թևը փորձում ավելի ակտիվ ներառի քաղաքականություն, թեև կա որ Ռուբիոին ասում են սատարում, սա դեռ բամբասանքների մակարդակ է իհարկե, բայց սա տրամաբանական բամբասանքներն, այսպես ասեմ, մենք անտրամաբանական բամբասանքներ չենք բերում, էլի, եթե Թրամփի սիրելի տղան է, այսպես ասենք։ Ահա, հիմա Ռուբիո, Վենս, տեսեք հիմա Ռուբիոն ինչ արտոնություններ ունի, ինչ պաշտոններ ունի։ Մեկ էլ եղել է, ուրեմն 70-ականների սկզբին մոռանում եմ Օղորմացիկը, որ մահացավ 101 տարեկանում, ուրեմն Նիքսոնի ժամանակ որ եղել է եւ պետքարտուղար եւ անվտանգության խորհրդի Բժեժինսկին Չէ, Բժեժինսկին չէ, մահացավ նման է բայց հայտնի շատ հայտնի մոռանում եմ, անդադ մոռանում եմ ազգանում, մի խոսքով ուրեմն եւ այս իմաստով պետք է հասկանալ որ Թրամփի այս հայտարարությունից հետո հատկապես Չինաստանի հետ կապված էլ հիմա էլ Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի որտեղ մոդին չգնաց
որ ենթադրում նաև այն պատճառը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև որ այնտեղ լինելա Սի Ցզինպինը, իսկ մենք տեսնում ենք, որ հիմա արդեն փոխադարձ հարվածներ են գնում եւ ատոմ միջուկային ընդհանրման երկուսն են միջուկային զենք ունեցող երկրներ եւ Ադրբեջանը շատ արագ ասեց, որ մեր եղբայրներին այնտեղ մուսուլման եւ այլն միանգամից բան ցույց տվեց Պակիստանի նկատմամբ, էլի։ Այո, միանշանակ։ Եվ այստեղ շատ հետաքրքրական զարգացումներ ա, որ փաստորեն տեսեք Իսրայելը սատարում է Հնդկաստանին, Հայաստանը սատարում է Հնդկաստանին, եւ այն որ ասում ենք, որ Իսրայելն է մեր բնական դաշնակիցը, այսինքն պետք է սկսել խոսալ եւ Ադրբեջան-Իսրայել կապը շատ արհեստական է եւ մեր դիվանագիտության բաց թողումն է, որ այդ հարաբերությունները մոտեցան, որտեղ Սերժ Սարգսյանի ժամանակ Իսրայելը այդ նույն բանը մեզ է առաջարկել, առաջինը մեզ է եղել, որքան հասկանում այդ առաջարկը համագործակցության։ Եվ այսօր տեսեք, ըստ էության մենք Հնդկաստանը մեր բարեկամն է եւ Իսրայելը աջակցում է Հնդկաստանին։ Եվ մենք էլ ենք աջակցում, Ադրբեջանն ու Թուրքիան աջակցեցին Պակիստանին։ Եվ սա էլ այս մասին ենք, այո, այս մասին ենք խոսում։ Մի խոսքով շատ բարդ խաղ է գնում, շատ ծանր խաղ է գնում, մենք վաղը տեսնենք զարգացումները, մի քիչ հնարավորություն ունի ավելի մանրամասն խոսանք այդ հարվածների մասին։ Այսօր Պակիստանը հայտարարեց, որ 5 հնդկական ինքնաթիռ է խոսել։ Հիմա չգիտեմ, որն է Ռաֆալ են իբր թե եւ այլն, այո, զարգացումներին հետևենք, որտեվ Թրամփն էլ մամուլից էր իմացել հայտարարություն, բայց դե հիմա այդպես է։ Եվ այլ մի խոսքով, այս է իրավիճակը եւ հուսով եմ, որ մեկը վերջին պահին մի բան կլինի, ոտը կցավա Փաշինյանի, որ չի գնա, որովհետեւ դեռ հույս ունես, որ կարող է չգնա։ Այո, շատ հույս ունեմ, ոչ թե հույս ունեմ, այլ ուղղակի ցանկություն։ Այո։ Լավ, շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա մասերներ կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։